Ինչ է կատարում այսօր քրեական աշխարհում։ Խոսքը հայկական քրեական աշխարհի մասին է, թե հայերի հետ կապված քրեական աշխարհի մասին։ Հայերի հետ կապված։ Հայերի հետ կապված քրեական աշխարհում նախ Հայաստանում որևէ արտակարգ որևէ նորություն չի կատարվել, որը արժանի լիներ ուշադրության։ Ես ուշադիր հետևում եմ եւ հեռուստալիքներին, եւ կայքերին, եւ երբեմն ինձ զարմացնում է այս բուրըն, ինչ ասեմ, կարկոտ վերաբերմունք, թե այս աշխարհում մեծ բաներ են կատարում, հատկապես Հայաստանում, այդպիսի բան չկա։ Եկեք հանգստացեք։ Խոսքը վերջին ընթացքի մասին է, որ ժխտելով գնացին։ Խոսքը Օշականցի Գևորգի եւ երրորդ մասի Լյովիկի հետ կապված պատմությունը այդքան մեծ սարսափելի բան չի կատարվել։ Ինչ որ անհամաձայնություն է եղել, իրենք համաձայնվել են, հետ են եկել, գնացել են, իրար հետ հանգստացել են, հետ են եկել, իրանց հարցերը լուծվել է։ Այս հարցը փակենք գնենք մի կողմ։ Երկրորդ, այդքան պետք չի լարել այդ հարաբերությունները։ Նախ որևէ մեկը, որևէ կոնկրետ տեղեկություն չունի, եւ ես չեմ հավատում այն կայքերին կամ այն հաղորդավարներին, որոնք հավաստի տեղեկությունների համաձայն, հավաստի տեղեկությունն ով է։ Կարող է իրանց հարևան Վալոդը։ Ուրեմն թող ասեն, մեր հարևան Վախենում է կգնա կկրակեն, օրինակ տեսակ, այստեղ բան ասեցին, հանեց կրակեց, գնդակահարեց, նախի ոստիկանապետն էլ ասեց, այդ էս գնդակահարեց, այսինքն գնդակահարեց։ Դե եթե այդ դեպքում վախենում է, թող բորջ շուտի։ Ոնց թե, այսինքն ես հանգիստ ապրում եմ, կողքս կրիմինալ է, չասեմ դրա մասին։ Կրիմինալի մասին խոսան այն մարդիկ, ովքեր այդ աշխարհը հասկանում են եւ չեն վախենում խոսելու, սա շատ կարեւոր բան է։ Մյուսը մի 5-6 ամիս առաջ բոլոր հեռախոսաժուրնալիստուհիները նոր մասնագիտություն է մեզ հայտնաբերել Հայաստանում։ Հեռախոսը պարկում է իր տանը, իր դիվանի, զանգում է պարոն Գալոյան, կրիմինալ աշխարհում շատ հայտնի, անչափ հայտնի թեփ Արմենին սպանել են։ Արմենն ասում եմ աղջիկ ջան, կրիմինալ աշխարհում այդ մեծ թեփ Արմենն ով է մեծ հեղինակ։ Վա, պարոն Գալոյան, դուք չգիտեք, ես հիմա իր մասին եմ գրում, ասում եմ գրի։ Թեփ Արմեն աշխարհում, կրիմինալ աշխարհում, այդ աշխարհում չկա։ Մարդ կա, որից սպանեցին իր տան առաջ Սարժարաբադ գյուղում, որտեղ դա ուրիշ հաշվեր։ Ինքը անձնական հողի վրա սպանեցին, ինչ որ մեկին, հարազատներից մեկին գողացել տարել են եւ գումարել։ Ուզում ես եկան իրան սպանեցին, իրենց վրեժը լուծեցին, ազատեցին տարան։ Այդ մեկ։ Երկրորդ, ալարում են երբեմն, նայեն այս մյուս սայթերը, մտնեն ինտերնետ։ Եվ ես այդ թեփ Արմենի պատմությունից դու մտա նայեցի։ Հələ մի հատ նայեք, տեսեք այս նույն թեփ Արմենը ոստիկանակ միլիցիայի բաժանմունքում ինչպես է իր ընկերոջը վառում եւ ինչպես է վառում դատի ժամանակ իր բոլոր ընկերներին։ Քրեական հեղինակությունը նման բան չի անի։ Իհարկե չի անի։ Դա այդպիսի բան հնարավոր չի։ Եվ այս թեփա, թե չգիտեմ ինչա, սա քրեական հեղինակություն չի։ Լավ, նախկին ոստիկանապետը հիշում եք հայտարարեց, որ քրեական հեղինակություններ Հայաստանում չկան, բայց հետո ասենք իրենց հետո վերջին տարիներին անդադ գործողություններ, բան հիմա այստեղ վերջից արժում է տեղի ունեցավ, ասում են, սա այս կրիմինալ աշխարհից է, նա կրիմինալ աշխարհից է, հիմա կա թե չկա, ինչ Հայաստանում գործում են թե չէ, երկու հարց է միանգամից, Հայաստանում գործում են թե չէ, ինչ ակտիվությամբ, ինչ շրջանակում ինչ գործերի մեջ կան եւ որ մամուլում անդադ հրապարակումներ են լինում ոմն չգիտեմ պզով, ոմն չգիտեմ եսի միջ Իտալիայում, որ այնպիսի մեծ գործերի մեջ են շրջանակների հետ շփվում, որ կարող են շատ խոշոր հարցեր լուծել, շքանշանի հարցեր լուծել, բիզնես խոշոր հարցեր լուծել եւ այլն եւ այլն։ Հիմա Հայաստանում կա ինչ ծավալով է ինչ եւ գնահատում Հայաստանում եկեք այսպես ընդունենք կրիմինալ որևէ հեղինակություն առավել եւս օրենքով գող իմ ունեցած տվյալներով, իմ ոչ թե հավաստի տվյալ, իմ ունեցած տվյալներով չկա, ասեմ ինչի չկա եւ չէր կարող լինել, որտեղ Հայաստանը շատ փոքր երկիր է, Հայաստանը շատ պաստիկ երկիր է եւ կրիմինալը այստեղ այլևս գործ ունի
Եթե տարիներ առաջ ստեղ կարող էր գալ կրիմինալը որևէ հարցեր ստեղծել բաներ, հիմա դրա իմաստը նույնիսկ չեմ գտնում։ Ինչու՞։ Որտեղ ստեղ էլ գողնալու, էլ թալանելու բան չկա Հայաստանում։ Բայց միշտ վերաբաշխում կա, չէ՞։ Ինչի վերաբաշխում։ Էն ինչ Այս որ կա։ դիմացի շենքի վերաբաշխումը Այո, չէ։ օրինակ։ Չէ, Մի քանի դա շատ միլիոն փոքր արժի։ բան է, շատ փոքր բան է։ Եվ եթե որևէ մեկը հետևել է կրիմինալ աշխարհում գործող հայերին, կզգաք, որ այդ աշխարհում մարդիկ մեծ գործեր են գնում։ Այս մի պաստիկ շենքի համար չի գա հասնի Երևան արշիվներ ֆարզի։ Իսկ ինչ եղավ այդ բանում Վերնիսաժում։ Դրանք ինչ ասեմ, լակոտական, խուժանական բաներ էին, որոնց համար պատասխան են տվել։ Նայելա դատված չի, նայելա կալանքի տակ, նայելա կալանքի տակ, ինչ է պատել։ Թող դատարանը որոշի, եթե Որն է որպես ուղղը։ վկան շատ հեշտությամբ կարող է դառնալ մեղադրյալ շատ հեշտությամբ կարող է դառնալ վկա։ Եթե դատարանը կարողանա իր մեջ ուժ գտնել ճիշտ դատ անելու։ Իսկ այդպիսի դատավարություններ Հայաստանում այնքան եմ տեսել, որոնք Փոքր մելքի ժուլիկներ են քրեական աշխարհի։ Հարետանեմ դրանք առաջվա երևանցիներ, եթե որևէ մեկը այն 50-60-ական թվականներին ծնված լինի եւ հիշեք թե Երևանում ինչ իրար այդ տղերքը կռվում էին, իրար մոտ սիլային տալիս, շատ քարով խփում էին նրա ոտին, այդ ամբողջ պատմություն ասում գնում։ Հիմա իրար այդ կռվում են, փոխանակ քարով իրար խփեն, հան մատրճանակա կրակում իսպորում թողում գնում։ Այս ամբողջ պատմությունն է։ Չեղած բանի համար։ Հիմա Հայաստանում գող չկա։ Ես չգիտեմ։ Բայց վերջին դեպքերը Գողով, ով։ Այս վերջին դեպքերը Ով։ Օշականցի Գևորիկը օրենքով գող է։ Եվ երրորդ մասի Լյովիկի հետ եղել է ինչ-որ զրույց, որին ես տեղյակ չեմ, եւ որին որևէ ժուրնալիստ չէր կարող տեղյակ լինել։ Եկածներ մի պատմեք, չէր կարող։ Եվ ինչ-որ բաներ եղել, իրար մեջ հաշիվ մաքրել, բան, ինչ-որ հաշիվը մաքրել է, մարտին դեպքը կատարվել է հունիսի կեսերն է։ Արդեն ամեն ինչ հանգիստ է։ Դրանք էլ գնացել հանգստացել վերադարձել։ Հիմա կա թե չկա, ասենք գողա օշականցի։ Մեռել է այդ օշականցի։ Չէ, կա։ Այդ որ պիտի ապտակեր բանանել, Այն մի քանի սատ կա, մի քանի կենտրոնի տարբերություն։ այդ պրոցեսները տեղի ունեցել են, այդ որ մեկը մյուսին պիտի ապտակեր։ Ով։ Գևորիկը ինձ այդ մասին բան չասել, ոչ էլ Լյովիկը։ Ապտակելու մասին ինձ բան չեն ասել անկեղծ։ Իսկ դուք տեղեկություններ ունեք, որ նման խուսափիչներ։ Ոչ։ Լավ, դուք ասում եք գողական չկա, հիշում եք 2 տարի առաջ Գավառում գրեցին, որ բանդա են վնասազերծել գողական աշխարհի, չգիտեմ, էս։ Դա իսկապես այդպես էր թե չէ։ Ես էլ հետո ես իմացա դատախազությունից, որ այդ գողականային հանցագործային, չգիտեմ ինչեր են, համենայն դեպս ոստիկանությունը մորթեց մեզ, մի ամիս ասում էր, որ վնասազերծել են կրիմինալ աշխարհի, չգիտեմ, գողական աշխարհի, սրանց բանդային էս, հետո ազատության մեջ են։ Հիմա այդ մարդը ես մի բան ասեմ, արդեն 1.5 տարի է, ավելի 1 տարուց ավելի է, ես գնում եմ մասնակցում եմ այսպես կոչված բանդայի դատավարությանը, որը մի խայտարակ ֆարս, նստած են այնտեղ 5 տղաներ, որոնցից դրանց գումարած եւս 2-ը, մեկը ձերբակալության օրը անկապ սարից մահացավ, մյուսներ մահացավ բանտում։ Հիմա բանդայի դատավարությունա գնում 1 տարուց ավելի։ Ախր եթե որևէ մեկը ուշադիր հետևի դատավարությանը, ծանոթ լինի այդ քրեական գործին եւ մեղադրանքին եւ բանի կզգաք, որ այս տղաները անմեղ են։ Ես ուղիղ 1 տարի առաջ ասել եմ եւ հանկարծ պարզվեց որպես հայտնագործություն։ Ընդամենը 1 շաբաթ առաջ պարզվեց, որ Հայաստանում հայտնաբերվել է իսկական բանդան։ Եղավ, որ են կատարել է այս թալաները, բայց տղերքը, որ նստած են, ես չեմ ուզում ասել սրանք անմեղ հրեշտակներ, չէ, այդ իրավունքը չունեմ, բայց տղերքը 2011 թվականի սեպտեմբերի 23-ից ձերբակալել եք ու դատ եք անում, ով է պատասխան տալու սրա համար, թե սրա համար էլ վաղը սրանց գտատեք, տանեք բան, հետո ազատ կարծակեք,
մի հատ էլ Կոմս Մոնտե Քրիստո գիրքը նվիրեք, ասեք ներողություն Ես ուրիշ հարցի տալի, դուք ինֆորմացիա ունեիք, հիմա դրանք իսկապես Ես- բանդա էր գավառում։ ոչ։ Մեր ոստիկանությունը առավոտից գիշեր ասում էր բանդա ենք վնասացել։ Արեստանում դու ես Լավ, շունեմ։ ասեցիք, որ Հայաստանում չկա, ինձ հետաքրքիր է թե դրսում ինչ ծավալի են Դրսում գիտեք աշխատում, ինչ ազդեցության շրջանակներում եւ ինչ որ գրում է չափազանցությունը թե չէ։ Դրսում ասեմ, այնպիսի այսօրվա Անունները։ օրով, այնպիսի անուններ կան, հայ անուններ, որոնք զարմացում են։ Ես ուշադիր կարդալով կայքերը, ես անմիջապես սկսում եմ ստուգել։ Եվ հանկարծ ընդամենը մի 10 օր առաջ առաջին ԵՄ-ից կա ստեղ մարդ։ Ժամանակ թերթից։ Ասեք կհասնի իրանց։ Հա, առաջին ԵՄ-ում ես կարդացի այսպիսի բան, շատ կարդա, թույլ տվեք կարդամ, տեսեք, որ նա ստեղի ինձ հետաքրքրեց։ Ժամանակի տեղեկություններով նախորդին Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի կողմից Գագիկ Ծառուկյանի շնորհված ասպետական հրամանատարի շքանշանը, որը նրա մարմինը կիպ գրկող արդեն հայտնի կարմիր մայկայով պչնված ստացավ Իտալիայի դեսպան Ջովանի Ռիչուլիի ձեռքից, նրա համար կպչրել է Ծառուկյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող Իտալիայում ուշադիր լսեք, քրեական հեղինակություն հանցագործ աշխարհում հայտնի Արթուր Ասատրյանը Դոն Պիպոն։ Նշենք, որ Ծառուկյանը պարգևատրվեց Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ այլ եւ այլ։ Էլ բան չանեմ։ Իդեպ Ծառուկյանն ու Դոն Պիպոն անցած տարի 2013 թվականին ամանորը միասին Նիցայում են անցկացրել։ Եղավ, հասկացանք։ Ես այս ինֆորմացիան կարդալուց հետո անշեպս սկսեցի գտնել Դոն Պիպոյին վերաբերող նյութեր եւ գիտեք ինչքան եմ գտել։ Եվ գիտեք ինչքան եմ գտել։ Ոչ թե եւ տեղականը թողենք մոտ մի 30-35 ինֆորմացիա Դոն Պիպոյի մասին հայկական կայքերում ամենակիչը մի 20 ինֆորմացիա եմ ես գտել իտալական մամուլում։ Եվ գիտեք ինչ կա, այս տղան, որին ես չեմ ճանաչում, սկսեց իմ մոտ մի քիչ ուրիշ տեսքով Երևան։ Ուրեմն պարզվում է, որը Դոն Պիպոն, այսինքն այս ոնց է Արթուր Ասատրյանը, որը գտնվում է Իտալիայում 2005 թվականից իր ընտանիքի հետ միասին, կնոջ եւ երկու աղջիկների հետ միասին, մեծ հեղինակություն է վայելում ոչ թե կրիմինալ աշխարհում, այլ երկրի իշխանությունների եւ հատկապես բարեգործների շրջանում։ Այս նույն Դոն Պիպոն, որը ներկայացվել է որպես կրիմինալ հեղինակություն, հսկայական 3 մետրանոց մի խաչքար է կառուցել Հռոմում։ Շատ կարևոր մի խաչքար է կառուցել Հռոմում, որը վերնագրված է 1915 թվականի զոհերի Դուք մի շրջանում։ մարդակերի կամ հանցագործի գիտեք, որ խաչքար կառուցած չլինի։ Մի րոպե։ Կամ մի գողի, բոլոր սրիկաներն էլ անում են նման։ Մի րոպե։ Լավ, այդ մյուս սրիկաները, որոնք խաչքար չեն, այս մարդը գնացել է հայկական համայնքներում հսկայական բարեգործական աշխատանքները կատարում։ Ես հավատում եմ իտալական մամուլի նյութերին, ոչ թե Լավ, անցնենք ծրագրերի։ ինչ որ տեղից հասած տեղեկություններ, որից է այս տեղեկություն, կոնկրետով ասել Դոն Պիպոն, որ կրիմինալ աշխարհի հեղինակություն է։